Կարևոր իրադարձություն փոքր Սամսար գյուղում ամբողջությամբ ավարտվել են գազաֆիկացման աշխատանքները Ախալքալակի մունիցիպալիտետի գյուղերում հաշված բնակավայրեր են մնացել գազաֆիկացում կատարելու գործով։ Այս գործը դեռ շարունակական կլինի նաև 2026 թվականին։ SGGS գազամատակարարման ընկերությունը փոքր Սամսար գյուղում ավարտել է արտաքին եւ ներքին գազատարների կառուցումը։ Արդեն գյուղի բնակիչները հնարավորություն ունեն օգտվելու կապույտ վառելիքից։ Այսօր նաև ավարտին հասցվեց փոքր Սամսար գյուղի գազաֆիկացման աշխատանքները, կարելի ասել, որ գյուղը 100%-ով պատրաստ է գազամատակարարմանը։ Ինչ վերաբերում է բնակչության գազամատակարարման խնդրին, ապա Սեմեկի համապատասխան լիցենզիայից հետո բնակչությունը կարող է օգտվել բնական գազից, բայց այսօր աշխատանքները ավարտին է հասցվել եւ այսօր գազամատակարարման բացման արարողության ենք մենք ներկա։ Ուզում եմ շնորհավորել բոլոր փոքր սամսարցիներին այս կարևոր միջոցառման հետ կապված, քանի որ ինչպես տեսնում ենք Սամսարում բավականին խիստ ծեմերներ են լինում եւ այստեղ բնական գազը մեծ անհրաժեշտություն էր։ Պրոյեկտը բավականին բարդություններով էր պայմանավորված, բայց մեր պրոֆեսիոնալ խմբի հետ հաջողվեց իրականացնել եւ այսօր մենք բոլորս վկա ենք այն հանգամանքին, որ այսօր Սամսար գյուղը գազաֆիկացված է։ Արգելման չեմ, հնավաները։ Գյուղում տոնական մթնոլորտ էր, ահուհացով դիմավորեցին ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներին եւ գազի գրասենյակի աշխատակազմին։ Միջոցառմանը մասնակցում էին Ախալքալակի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի ժողովի նախագահ Ռուբեն Պալյանը, Սակրեբուլոյի ժողովի նախագահի տեղակալներ Նայիրի Իրիցյանը եւ Վալոդիա Յալյոյանը, նաեւ Սակրեբուլոյի ժողովի անդամներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, ինչպես նաեւ SGGS ընկերության սեփականատերեր եւ ղեկավար անձիկ։ Հատուկ շնորհակալություն հայտնեցին գազաբաշխիչ ընկերությանն ու Ախալքալակի մունիցիպալիտետի իշխանություններին ծրագրի իրականացման ընթացքում ցուցաբերած աջակցության եւ օժանդակության համար։ Շնորհավորում եմ սամսարցիներին այս մեծ միջոցառման արդիվ, հատկապես շնորհակալություն եմ հայտնում շրջանային բոլոր ղեկավարից սկսած մեր հարկաժան Մելքոն Մակարյանից, Սակրեբուլոյի նախագահ Պալյանից եւ բոլորից։ Խնդրում եմ, ովքեր կներեք, ասենք ամենամեծ գործենողի մենք շատ շնորհակալ ենք, բոլորիդ կենացը։ Սամսարի ժողովրդի անունից բոլորիդ կենացն եմ խմում, ցանկանում եմ առողջություն, հաջողություն, շուտով ամանորեր, նոր տարի է, տասված, թող սամսարցիների երազանքը լրիվությամբ կատարվի։ Այսինքն ցանկացած ունենա իր բնակարանում գալ։ Լավ էլի, տղեկան լավ էլի, շնորհակալություն ձեզանից, ապրեք, լավ մնաք, առողջ մնացեք։ Ժողովրդի բարեմաղթանքին սիրելի փոքր սամսարցիներ, սիրելի համայնք, մեծարգո համագյուղացիներ, բոլորի շնորհավորում եմ։ Գազը ջերմություն է, նոր կյանք է, վայելեք։ Մենք շատ ուրախ ենք, որ ունեցանք հնարավորություն սահմանօրյա շեմին նմանատիպ մեծ արարողության մասնակցելու ձեր գյուղում։ Իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել մեր այսօրվա հիմնարկ ձեռնարկությանը, SGGS ընկերությանը, հիմնադիրներին, մեծարգո բարեկամ, Կազվիլեմ, շնորհակալություն, Արեժան, շնորհավորում եմ ու նույնպես բոլոր այն մարդկանց, ովքեր ջանք ու եռաստեղնայեցին այս տարվա ընթացքում, այն անհնարինը դառնացին հնարավոր։ Սամսարցիների կենացը, վերից, դիվին, կավլի կազը, կախիստելի, հնարավորեք ենք անվնաս, Իշկան հնարավոր է ուստուկի կնավ և չունի մունի ոչ կենենք, ամեն հնարավորություն է կենենք, որ ժողովուրդը դժգոհ չմնա։ Ռայոնի ղեկավարությունության լեզվան է, Պալյան, նոր է սեղեր, մեծախպետ, Մելքոն ապրիկ, ճիշտ է ֆինանսավորել ենք, թերել ենք, գազետի առանձին, բայց մենք մարդիկ կար ռայոնից կախված բան է։
այս հեռավոր, այս բարձր գյուղում, այս գազաֆիկացում իրականություն դարձավ։ Շնորհակալ ենք մեկ ամեն ինչի համար եւ այս բարեգործություն եւ բիզնես եւ իրար հետ խոսում է իրար հետ։ Արդեն դա գնում է իր օգուտ, իր բարօրություն ժողովրդին։ Շնորհակալ ենք մեկ սեփականատերերին, այլ Ապիս Պալյան ջան, ապիս տանը։ Quando